Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ արդեն պայքարի մեջ են մտնում խաղային օրվա երկրորդ զույգի թիմերը։ Սանդերլենդը մրցում է Ռեալ Մադրիդի հետ, եւս մեկ հետաքրքիր մրցավեճ առաջիկա 50 րոպեների ընթացքում։ Եկեք արդեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսեմ Ռեալից Սևակ Գալստյանը պաշտպանում է թիմի դարպասը համար 25, Արսեն Բարոյան 12, Ռոբերտ Գասպարյան 16, Սայք Գևորգյան համար 14, Դավիթ Թմոյան 8, Արտաշես Թովմասյան համար 7, նա թիմի ավագն է, Լևոն Թոպալ-Քարաջյան 10, Դմիտրի Լուկյանչիկ 17, Սարգիս Կիրազյան 9, Արթուր Ղարիբյան համար 4, Տիգրան Շեկոյան 2 եւ Գրիգոր Պետրոսյան համար 99։ Սանդերլենդի դարպասը պաշտպանում է Ալիկ Մուրադյանը համար 1, Գևորգ Ալիխանյան 11, Տիգրան Ալիխանյան 9, Արայիկ Ավետիսյան 10, Բունյաթյան համար 4, Արա Եսայան համար 5, նա թիմի ավագն է, պատվական Զալիբեկյան համար 6, Սովանես Կուրեղյան 23, Խորեն Հովանեսյան 88 եւ Վայե Պողոսյան համար 8, ինչպես նաեւ Հայկ Սարգսյան համար 7, սա Սանդերլենդի հայտարարությունն է, նորամուտն է Սանդերլենդը իդեպ նշում ԱՄՖ-ում, ինչի արդիվ շնորհավորում ենք, իսկ Ռեալը անցած մրցաշրջանում որպես Ադանա էր հանդես գալիս, կարծում եմ թիմին լավ ճանաչում եք, նաև գավաթի խաղարկությունում էր Ադանան, բայց միմիայն Չեմպիոնների լիգայի ձևաչափի եւ նաև եվրոպական քարտեզի թիմեր են մասնակցում, կարող է բացվել հաշիվը եւ բացվում է 1-0։ Բացում է Հովանեսյանը հանդիպման հաշիվը, Սանդերլենդը խփում է առաջին գնդակը այս հանդիպմանը, այսպես շատ արագ կարողանում է Սանդերլենդն առաջ անցնել հաշվի մեջ, Սանդերլենդում էլ շատ ծանոթ անուններ կան, թե նախկին Գագարին թիմից են ֆուտբոլիստներ հանդես գալիս, թե նաև Դվինից դեռ առաջին մրցաշրջանից, կարծում եմ, ովքեր հետևել են ԱՄՖ-ին գիտեն։ Օրինակ Հովանեսյանը, եթե չեմ սխալվում, Դվինի 10 համարն էր, փոխանցում դեպի Աչիեզեր, բայց ուժեղ ստացվեց։ Այս փոխանցումը եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Ռեալի ֆուտբոլիստները, Ղարիբյանը ձախ եզրում է, տեսնենք ինչպես կստացվի, Հովանեսյանը փորձեց թիկունքից, բայց այս փոխանցումն արդեն ուժեղ է ստացվում, գնդակը անցնում է Սանդերլենդի։ Քիչ առաջ դիտում ենք այս խաղային օրվա առաջին հանդիպումը, դիտեցինք եւ Բարսան կարողացավ 1-0 հաշվով հաղթել Արսենալին։ Եվ հիմա բարձր պրեսինգ է գնացել Ռեալը։ Թոպալ-Քարաջյանը որոշակիորեն կարողացավ խանգարել մրցակցին եւ Սանդերլենդի ֆուտբոլիստները դուրս կգան պաշտպանությունից եւ ուժեղ փոխանցմամբ դա կանեն, խորքից փոխանցում առաջ Շեկոյանը հեռացրեց գնդակը եւ սա ստացվեց նույնիսկ փոխանցում դեպի Ղարիբյանը։ Վերջինս ընդունել է գնդակը դեպի Աչիեզեր եւ կար խաղի կանոնների խախտում, այստեղ ինչն արձանագրում է հանդիպման մրցավարը։ Կանոնները խախտել է Պողոսյանը մրցակցի հետ պայքարում եւ Տուգանային տեսնենք ինչպես է ստացվելու այս Տուգանայինը Ռեալի համար, Ղարիբյանը վաստակել է, կարող է հերվից հարվածել գավաթի խաղարկությունում, նա հերվից շատ գեղեցիկ գոլ խփեց, դա դեկտեմբեր ամսին էր, տեսնենք ինչպես կստացվի Տուգանայինի այս իրացումը, սա դեռ առաջին տուրն է իհարկե, երկար ճանապարհ ունեն թիմերը անցնելու, ներողություն, այնպես որ տեսնենք ինչպես կստացվի, Ղարիբյանն ու Բարոյանն են գնդակի մոտ, կա մրցավարի սուրիչը, Ղարիբյանը հարված եւ Սարգսյանը փակեց հարվածի ճանապարհը, թեպետ կարծում եմ անկյունային ավելի լավ է այս իրավիճակում, շատ հեռվից էր ստանդարտը, բնականաբար Մուրադյանն էլ պատահական դարպաս սապա չէ, իհարկե այսպիսի հեռավորությունից դժվար կլիներ իհարկե։ Աչիեզրից փոխանցում եւ ցատկեց Ղարիբյանը, ով շատ ակտիվ է այս րոպեներին, բայց հարվածել որպես այդպես ինչ ստացվեց։ Եզրային նետում Սանդերլենդի ֆուտբոլիստները գնդակը կմտցնեն խաղի մեջ։ Հովանեսյանը հիմա էլ հայտնվել է սեփական կիսադաշտում, ընդունեց գնդակը եւ դեպի ձախ եզր փոխանցում կատարեց Սարգսյան։ Հովանեսյան շատ ամուր հարձակման գիծ ունի Սանդերլենդը։ Եվ բարդ է լինելու պաշտպանների համար, յուրաքանչյուր թիմի պաշտպանների համար, իհարկե, եզրային նետում
Գուրեգյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Եվ անկյունակցով փոխանցում դեպի Հովանեսյանը աչի եզր, բայց գնդակը Հովանեսյանն իր մոտ, բայց Թովմասյանն է աջող խլում կատարում եւ փոխանցում դեպի Ղարիբյանը, վտանգավոր է արված ու Մուրադյանն է այդ մղում։ Շատ ճիշտ պահին դուրս եկավ իր տեղից դարպասապահ եւ կրճատեց անկյունը, հեռացնում են գնդակը Սանդերլենդի պաշտպանները։ Եվ Սարգսյանն է գնացել պրեսինգի, Շեկոյան, Թովմասյան, բայց այստեղ այս դրվագում Թովմասյանից էլ պետք է խոսել, նախ հաջող գնդակի խլում, հետո շատ ճիշտ զարգացում գրոյի եւ Ղարիբյանը Ռեալի առաջին գոլային պան է փաստացի ստեղծում։ Պողոսյան ձախ եզրում է, հիմա էլ Սանդերլենդի երթն է գրոյելու, գոլից հետո դեռ գրո չի եղել, միջև այդ էլ չկար, փաստացի 1 գրո, 1 հաջող 2 հարված լավ այդ դեպքում, բայց ամեն դեպքում 1 գրոյի ընթացքում գոլ կարողացավ Սանդերլենդը ստանալ եւ տեսնենք երկրորդ վտանգավոր փորձը երբ են ձեռնարկելու։ Խլում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները, Վարոյան փոխանցում դեպի Ղարիբյանը եւ հեռացված է գնդակը։ Իհարկե որոշակի ժամանակ պետք է հարմարվելու համար, նաեւ դաշտին իհարկե այդ խնդիրը բնականաբար կա եւ շատ ֆուտբոլիստներ այստեղ անցած մրցաշրջանում չեն եղել։ Սարգսյանը ճիշտ է առաջին հատվածում կար, բայց նա էլ երկար ժամանակ Պողոսյանի հետ միասին հանդիպում չի անցկացրել այստեղ։ Բայց թեկուզ այդ երկար ժամանակ խաղ չանցկացնելուն միևնույն է ադապտացիան ավելի արագ է տևում։ Սանդերլենդի մոտ հեռացված է գնդակը։ Դունյաթյանը հաջող գործեց այստեղ, Սարգսյան փորձեց պահել գնդակը, բայց Ռեալի ֆուտբոլիստները եւս 1 գրո կձեռնարկեն, Պողոսյան հաջող գնդակի խլում էր։ Հովանեսյան ընդունեց գնդակը, բացվեց աչի եզրով Սարգսյանը, բայց փոխանցում չստացվեց կատարել եւ Ռեալը նետվում է եւս 1 գրոյի։ Բարոյան Ղարիբյանի հետ փորձեցին խաղարկել գնդակը եւ դարպասապահ Մուրադյանը դուրս է գալիս իր տեղից ու վերցնում գնդակը։ Ով այսօր արդեն 1 սեյվ իր անվան դիմաց գրանցել է, քիչ առաջ Ղարիբյանի հարվածից հետո եւ նետում է դեպի ձախ եզր Մուրադյանը։ Փորձում է այստեղ առաջ շարժվել Ավետիսյանը։ Եզրային նետում կլինի, դժգոհ է մրցավարից, ոչ այսպես ակնհայտ, բայց ամեն դեպքում զարմանք ամեն դեպքում արտահայտեց այստեղ Ղարիբյան։ Շեկոյան տիրում է գնդակին դաշտի կենտրոնում ուղիղ, Պողոսյանը փորձում է գնդակի խլում կատարել, Շեկոյանը ամեն դեպքում չկորցրեց գնդակը, Ղարիբյան չստացվեց պահել։ Չստացվեց գնդակը պահել դաշտի սահմաններում ու արված դարպասից կլինի։ Արված դարպասից է լինելու։ Պաշտպանը ուժեղ փոխանցում կատարեց առաջ Շեկոյան, հեշտությամբ ընդունում է գնդակը Շեկոյանը։ Տեսնենք ինչպես կստացվի արդեն այս փորձը, Թոփալ Կարաջյան, Թմոյան, բայց ուժեղ է ստացվում արդեն այս փոխանցումը։ Մուրադյանը պատրաստում է գնդակը մտցնել խաղի մեջ, ոչ Բունյաթյանն է դա անում, դեպի ձախ եզր, լավ փոխանցում ստացվեց, մրցակցի կիսադաշտ գնդակը հասցնել ստացվում է եւ մաքուր սահանկում այստեղ եւս 1 գրո Ռեալիստ Թմոյան փոխանցում դեպի Ղարիբյանը, բայց ստիրում է գնդակին այստեղ Սանդերլենդի 23 համարը Գուրեգյանը եւ Մուրադյանը հեռացրեց գնդակը եզրային նետում կլինի։ Ապահովությունը ամենակարևորն է, հատկապես եթե դարպասապահներն են այդ ապահովությունը պահպանում, ապա պետք է հաշվի նստել։ Եվ հարված ենք տեսնում ու Ռեալը հավասարեցնում է հանդիպման հաշիվը, Բարոյանը աչքին կապ, 1-1 այս խաղում, այսպես Ռեալի շատ լուրջ ճնշումը տալիս է, ամեն դեպքում իր արդյունքը, պատասխան գնդակը ստացվեց, կպել մի փոքր անսպասելի էր, որ եզրային նետում այսպես կարող է Ռեալը խաղարկել, բայց փաստացի ստացվեց ու խնդրեմ հանդիպման հաշիվն արդեն հավասար է եւ Սանդերլենդն էլ այս գոլից հետո կփորձի իհարկե։ Եվ հերվից արված այստեղ դարպասապահը վերցրեց գնդակը, նյարդային ստացվեց իհարկե այս պահ
հետաքրքիր որոշում էր, գոլի դրվագում նաև Թոփալ Կարաջյանը շատ լավ պայքարեց, գնդակին, ներողություն, Ղարիբյանը առանց գնդակին հպվելու, բայց ամեն ինչ ճիշտ արեց, եւս մեկ փոխանցում եւ վերացնում է գնդակն այստեղ Գյուրեգյանը, եզրային նետում կլինի։ Տեսնենք, լուրջ տեմպ է հաղորդել Քաղին, Ռեալ Մադրիդը, Սանդերլենդն առայժմ պաշտպանվում է, ներողություն, աչքի եզրից փոխանցում, Շեկոյանը ընդունեց գնդակ արված եւ ինչ է այստեղ, այո 11 մետրանոց պաշտպանի ձեռքին դիպչեց գնդակը, դժգոհություններ էլ չկան, քանի որ իսկապես փակվեց հարվածի ճանապարհը ձեռքով եւ տեսնենք Ռեալը հիմա էլ կարող է առաջ անցնել արդեն, հաշվի մեջ ընդամենը րոպեների տարբերությամբ երկրորդ գնդակը կարող է ուղարկել Սանդերլենդի դարպասը։ Տեսնենք Մուրադյանից շատ բան է կախված, նա 1 սև արդեն գրանցել է այսօր, բայց իհարկե առավելությունը հենց իրացնող թիմի կողմն է, ու տեսնենք ինչպես կստացվի։ Շատ լարված պա է, դժգոհություն ամեն դեպքում կա, բայց ակնհայտ էր ամեն դեպքում 11 մետրանոցը եւ տեսնենք իրական հնարավորություն է սա հաշվի մեջ առաջ անցնելու 11-րդ րոպեն ընթացքի մեջ եւ Ղարիբյանը կփորձի Շեկոյանի վաստակած 11 մետրանոցը գոլով ավարտել։ Կամրցավարի Սուլիչը, Ղարիբյան, Մուրադյանն է հետ մղում, այսպես ոտքով հետ մղեց դարպասապո այս 11 մետրանոցը, եւս մեկ փորձ ու բարձր է ստացվում, այո, ես հենց այնպես չնշեցի, Մուրադյան այո, մեր լիգայում հանդես չի եկել, բայց հայտնի դարպասապա իհարկե սիրողական լիգաներում եւ հիմա ապացուցում է իհարկե, որ կարող է կարդալ յուրաքանչյուր գործողություն։ Բարոյան ընդունեց գնդակը, տեսնում ենք Հորվոց եւ շեղ ստացվեց, որքան լավ տեսք ունի Ռեալը այս րոպեներին, Սանդերլենդն առայժմ հաջող է պաշտպանում, թեպետ 11 մետրանոց եղավ, բայց կարողացան հաջող պաշտպանվել եւ գնդակը հիմա պետք է ուղարկել արդեն մրցակցի կիսադաշտ։ Այո, հարձակման գծում Սանդերլենդը ընդհանրապես խնդիրներ չունի, հետաքրքիր է որ գնդակներ առայժմ չեն գալիս Սարգսյանին, Հովանեսյանին, Կարաջյան, Թոփալ Կարաջյանը փոխանցեց, չստացվեց, բայց գնդակը մնում է Ռեալի մոտ, Շեկոյանը փոխանցում է, Բունյատյանը հեռացրեց գնդակը, նորից Շեկոյան դեպի ձախ եզր, Թոփալ Կարաջյան եւ Պողոսյանն այստեղ տիրեց գնդակին, Սարգսյան մեկ հպումով փոխանցում, բայց դեպի աջ ուղարկել գնդակը չստացվեց եւ Գալստյանն է այստեղ արդեն եւ ուղարկում է գնդակն առաջ, հաջող պայքարեց Սանդերլենդի պաշտպանը, ձախ եզրում է գնդակը Թոփալ Կարաջյան, դեպի Բարոյանը, ով Տուգանային հրապարակում է արդեն ձախ եզրում, մնում է գնդակով առայժմ Բարոյանը, Ռեալի միակ գոլեղինակը Շեկոյան, Շեկոյան մնաց գնդակով եւ Սարգսյանը այստեղ, Պողոսյանը ներողություն, հաջող գործեց Հովանեսյան դեպի Սարգսյանը, կփորձի արագության հաշվին հասնել գնդակին, բայց դարպասապա Գալստյանն այստեղ ճիշտ էր դուրս եկել իր տեղից ու հեռացրեց։ Եզրային նետում կլինի, շատ լավ տեսք ունեն թիմերը, հետաքրքիր հանդիպումն ապահովված է եւ այո, միանշանակ չես կարող համեմատել գերխոշոր հաշվով հաղթանակը նմանատիպ հանդիպման դինամիկայի հետ, իհարկե Ղարիբյանը աչքի եզրում է, փոխանցում դեպի Թոփալ Կարաջյանը, վերջինս թողնում է գնդակը Թմոյանին, նորից Թոփալ Կարաջյան, ներողություն, Ղարիբյան դեպի ձախ եզր, Բարոյան եւ դեպի աչքի եզր փոխանցում հետևեց Բարոյանի կողմից, Լուկյանչիկը փորձեց հասնել գնդակին եւ Ռեալը կշարունակի գրոհել աչքի եզրից սանկյունային ենք տեսնելու։ Այո, առաջինն այդ սառը ցնցուղից հետո Ռեալը շատ ճիշտ կարողացավ արձագանքել, բաց թողեցին, բայց շատ արագ կարողացան պատասխանել մրցակցին, թե գոլի առումով, թե նաև ցույց տված խաղի։ Իսկապես համարժեք պատասխան էր եւ հիմա հավասարաշիվ է, բայց դա ոչինչ չի որոշում այս դրվագից հետո։ Կարող եմ շատ թարմ օրինակ բերել, իհարկե օթային փոխանցում եւ հետևեց այստեղ հարվածի փորձ, սարված դարպասից կլինի ամեն դեպքում։ 3 օրինակ Ֆիորենտինա Վենեցիա խաղում մեկնարկային 6 րոպեների ընթացքում, 5-6 րոպեների ընթացքում Ֆիորենտինան ահռելի առավելություն ուներ, մի քանի գոլային պա ուներ, բայց Վենեցիան բացեց հաշիվը շատ արագ եւ հաղթեց այդ խաղում ամեն դեպքում 2-0 հաշվով։ Հետո էլի Ֆիորենտինան բնականաբար արդեն հաշվից նաև ելնելով ուներ առավելություն, բայց հաշիվն այդպես էլ մնաց։ Տանգավոր է, Սարգսյանը տիրեց գնդակին, հարվածում է, բայց դիպուկ չստացվեց։ Եվս մեկ պա ունեցավ Սանդերլենդը, Հովանեսյանն է վնասված ստացել, հուսանք որ լուրջ ոչինչ չկա։ Եղանակն էլ սառն է իհարկե, հաճախ ավելի կոպիտ են լինում վնասվածքներ, ավելի ցավոտ են լինում, քան իրականում կան։
ուժեղ փոխանցում առաջ, շարունակում ենք հետևել հանդիպմանը բարեկամներ, Հովհաննիսյանը կանգնեց, ամեն ինչ լավ է, այո, ցավոք եղանակի ելնելով վնասվածքները նորից եմ նշում ավելի ցավոտ են լինում, քան իրենց բնույթով կան, սառն է պայմանները, արված դարպասից կլինի ցույց է տալիս մրցավարը, որոշակիորեն այս դադարը կարող է ազդել տեմպի վրա, բայց չեմ կարծում, որ շատ մեծ ազդեցություն կունենա։ Աջ եզրում է գնդակը, եւս 1 կիլոյի փորձ, Լուկյանչիկ փոխանցում դեպի Ղարիբյանը, վերջինս ընդունեց գնդակը, բայց այստեղ միանգամից մրցակցին դիմավորեց Սանդերլենդի պաշտպանը, խախտում կար, կարծես թե մրցավարը արձանագրեց Բունյաթյանի կողմից 2-4 համարների պայքար։ Համաձայն չէ, Բունյաթյանը մրցավարի կայացրեց որոշման հետ, Ղարիբյանը իդեպ եւս պաշտպան է, բայց այս մրցաշրջանում կարծես թե դիրքային փոփոխություն է եղել։ Անցած մրցաշրջանի արդեն վերջում էլ օրինակ Գավաթի խաղարկությունում էլ Ղարիբյանը արդեն ավելի բարձրից էր գործում։ Հիմա արդեն ընդգծված հարձակողական ոճի ֆուտբոլիստ է դարձել Ադանայի ներկայիս Ռեալ Մադրիդի կազմում։ Եվ Տուգանային տեսնենք ինչպես կստացվի Ռեալն է իրացնելու աջ եզրից։ Կա մրցավարի սուրիչը, տեսնում ենք օթային փոխանցում և հարվածում է Թմոյանը, շատ վտանգավոր էր, կարող էր Ռեալը առաջ անցնել հաշվի մեջ։ Չստացվեց Մուրադյան, փոխանցում է կատարում դեպի Հովհաննիսյանը, աչի եզր, վերջինս շարժում է առաջ, դեպի կենտրոն, Ղարիբյան անդրադարձ և աչի եզրում փորձեց Սանդերլենդի արձակվողը տիրել գնդակին, չստացվեց Թմոյան, պահում է գնդակը Թմոյանը, Թովմասյան, անկյունագծով փոխանցում դեպի ձախ եզր, պահում է գնդակը Ռեալը, Թմոյան, օթային փոխանցում արդեն, հեռացված է գնդակը, նորից Թմոյան դեպի Պաշտպանություն փորձեց ուղարկել գնդակը, եւս 1 կիլոյի փորձ Սանդերլենդից, ավելի շատ հակագրոներն է Սանդերլենդի մոտ գերիշխում եւ եզրային նետում կլինի թարմ ուժերով նաեւ եւս մեկ փոփոխություն է տեղի ունեցել Սանդերլենդի կազմում Զալիբեկյանն է դուրս եկել խաղադաշտ Լուկյանչիկ Գիրեզյան և գնդակը Պողոսյանի մոտ է արդեն այդ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն Սանդերլենդի ֆուտբոլիստներն են գնդակով Գյուրեգյանն աչի եզրում է և այստեղից փոխանցում առաջ շեղեց գնդակի ուղղությունը Սանդերլենդի ֆուտբոլիստը և գնդակի հաջող խլում տեսնենք ինչպես կստացվի Հովհաննիսյան, փոխանցում դեպի ձախ եզր, գնդակը Սանդերլենդի ֆուտբոլիստների մոտ է Նորից Հովհաննիսյան, պահում է գնդակը և դեպի աջ եզր փոխանցում Գյուրեգյանը այստեղ ընդունեց գնդակը և անկյունագծով դեպի Հովհաննիսյանը նորից աջ եզր ու եզրային նետում կլինի Տեսնենք Սանդերլենդի այս փորձը ինչպես կստացվի Գյուրեգյան միանգամից արձագանքեց գնդակին և եզրային նետում կլինի Կարելի է գնդակը մտցնել խաղի մեջ, եզրային նետում կլինի, փոխանցում դեպի աչի եզր, Զալիբեկյանը պահում է գնդակը, տվեց փոխանցում և դարպասապահ այստեղ վերցրեց գնդակը, Գալստյանը ուժեղ փոխանցում առաջ, բայց Բունյաթյանը բաց է թողնում գնդակը, եզրային նետում կլինի, Կիրազյանը չէր կարող իհարկե հասնել այս գնդակին, հատկապես որ պաշտպանի լուրջ ճնշումը կար և ներկայությունը, այսպես ասած այդ հատվածում Պողոսյան, բայց խլում է գնդակը Ռեալը մրցակցից ու տեսնենք այս փորձը արդեն
ինչպես կստացվի, Ղարիբյան ընդունեց գնդակը։ Կիրազյանի հետ է խաղարկում Լուկյանչիկ, Հաչի եզրում է և դեպի Ղարիբյանը լավ փոխանցում ստացվեց, արված փակում է պաշտպանը, հասցրեց Բունյատյանը փակել մրցակցի արվածի ճանապարհը։ Կամա թե ակամա այս ֆուտբոլիստները շատ են հանդիպում միմյանց դաշտի տարբեր հատվածներում, Ղարիբյանն ու Բունյատյանը այստեղ հասցրեց պաշտպանը փակել, իսկապես վտանգավոր էր թվում հարվածը։ 5 րոպե ունենք մինչև առաջին խաղակեսի ավարտը, Ռեալ Մադրիդ Սանդերլենդ մրցավեճում հաշիվը 1-1 է, Հովհաննիսյանի գոլին պատասխանել է Բարոյանը։ Հաչի եզրից օդային փոխանցում, Ղարիբյանը փորձեց, շեղեց գնդակյունությունը և Թոփալ Կարաջյանն է արդեն ձախ եզրում լավ էր մտածել, իդեպ մեր հավելվածով դուք կարող եք օնլայն նաև տեքստային տարբերակով հետևել այս հանդիպման և յուրաքանչյուր հանդիպման Չեմպիոնների լիգայի շրջանակում իրադարձություններին, այնտեղ պարբերաբար թարմացվում է։ Կա մրցավարի Սուրիչը, հետևեց օդային փոխանցում, վտանգավոր է և փակում են պաշտպանները, այնտեղ խառնաշփոթ էր, իսկական բարդ է ասել, կոնկրետով փակեց, բայց ամեն դեպքում փակվեց այս վտանգավոր հարվածը, Պողոսյան շեղում է գնդակի ուղղությունը և Սանդերլենդն է գնալու առաջ, Ալիխանյանը թողեց գնդակը խաղանկերոջը փոխանցում Զալիբեկյանի ուղղությամբ Հաչի եզր և Շեկոյանն է հաջող գործում, ձախ եզրով շարժում է առաջ և հաջող գնդակի խլում ամեն դեպքում մենք տեսանք Սանդերլենդի 9 համարից Տիգրան Ալիխանյանը հաջող գործեց Եվ գնդակով ռեալի ֆուտբոլիստներն են Ղարիբյան, ուղիղ կենտրոնում է Ղարիբյանը, համար պայքար էր գնդակի համար և Հովհաննիսյան արագ հակագրող Սանդերլենդից Հովհաննիսյանը մնում է 1-1 դարպասապայի դեմ, բայց Գալստյանը հրաշալի գործեց այստեղ։ Ճիշտ պահին դուրս եկավ իր տեղից ու կրճատեց անկյունը և կարողացավ հեռացնել գնդակը։ Բունյատյան Հաչի եզրում է, Ալիխանյանին թողեց գնդակը և եզրային նետում կլինի։ Հաչի եզրում է գնդակը Պողոսյան, թողեց Հովհաննիսյանին, վերջինս նորից գնդակով է Հաչի եզրում, տվեց փոխանցում, Շեկոյանը փորձեց հեռացնել գնդակը, Ալիխանյանն է Հաչի եզրում, հասցնում է գնդակն ուղարկել պաշտպանության կենտրոն, Բունյատյան փոխանցում դեպի ձախ եզր, Սանդերլենդը նետվում է առաջ և Ղարիբյանն այստեղ հեռացրեց գնդակը ու եզրային նետում կլինի և Ռեալն է նետելու եզրից ցույց է տալիս հանդիպման մրցավարը։ Թամենը մեկ դեղին քարտ է եղել 15-րդ րոպեին Բունյատյանն է զգուշացվել, կարծում եմ այդ դրվագը մի անգամից հիշեցիք Ղարիբյանի հետ պայքարում Թոփալ Կարաջյան, հետևեց հարված, բայց Ալիխանյանը փակեց, նույնիսկ անկախ իր կամքից, այսպես ասեմ, Ալիխանյանը փակեց այս հարվածի ճանապարհը, Հովհաննիսյան և պաշտպան Լուկյանչիկն է հասցնում Թոփալ Կարաջյան տիրեց գնդակին Կիրազյան, եթե նկատում եք վերջին 4-5 րոպեների ընթացքում նույն առավելությունը Ռեալը այլևս չունի, ինչ ուներ բաց թողնելուց հետո և մինչև իմ նշած ժամանակահատվածը։ Հետո ընթացքում կարողացան պատասխանել մրցակցին 11 մետրանոց վաստակեցին, չիրացրեցին մի խոսքով այսպիսի պատկեր։ Ես նշեմ, ովքեր նոր են միացել, Օրեն Հովհաննիսյանն է բացել այս հանդիպման հաշիվը խաղի առաջին իսկ րոպեին, իսկ 8-րդ րոպեին պատասխանել է Ռեալից Բարոյանը։ Պողոսյան փոխանցում դեպի ձախ եզր, շարժվում են առաջ, փորձում են շարժվել առաջ Սանդերլենդի ֆուտբոլիստները և հաստակում են եզրային նետում Ալիխանյան ձախ եզրում է Ալիխանյանը և ևս մեկ եզրային նետում կլինի վերջին րոպեն է արդեն նույնիսկ վարկյանների տեսքով շատ քիչ ժամանակ է մնացել առաջին խաղակեսի երևի թե ավարտին շատ դադարներ որպես այդպիսին չեն եղել Մուրադյան
Փոխանցում ձախ եզր, գեղեցիկ փոխանցում ստացվեց, Պողոսյանը տիրում է գնդակին, ուղարկում առաջ եւ լավ էր մտածել Սանդերլենդի ֆուտբոլիստը ձախ եզրում է գնդակը, Ալիխանյան, Բարոյանն է այստեղ, համառ պայքար է, Օրդարատ անձրև է այս պահին նաեւ տեղում, այնպես որ սա էլ ավելի է բարդացնում ֆուտբոլիստների գործը, բայց ավելի դրամատիկ երևի թե դարձնում այս հանդիպումը։ Եվ վերջ ավարտված է առաջին խաղակեսը, կարճ դադար։
Բարեկամներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Ռեալ Մադրիդ Սանդերլենդ մրցավեճին։ Երկրորդ խաղակեսն է արդեն մեկնարկել, հանդիպման հաշիվը 1-1 է։ Խորեն Հովհաննիսյանն է բացել խաղի հաշիվը Ռեալ Մադրիդի դեմ, իսկ Սանդերլենդը հետո չկարողացավ ամեն դեպքում պահել այդ հաշիվը, Բարոյանը Ռեալից հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Առաջին րոպեին իրականում կոփվեց այս խաղի առաջին գնդակը, շատ անակնկալ այն առումով, որ Սանդերլենդը իր նորամուտի հանդիպումն է անցկացնում ԱՄՖ-ում եւ արդեն իսկ առաջին գրողը գոլով ավարտեցին, Կիրազյանը փորձեց հասնել գնդակին, բայց փոխանցումն ուժեղ էր։ Առաջին խաղակեսը մի քանի հատվածի կարելի է բաժանել, Սանդերլենդի գոլից հետո Ռեալը շատ մեծ առավելություն ուներ եւ կարողացավ խփել պատասխան գնդակը, հետո նաեւ 11 մետրանոց վաստակեցին, բայց շիրացրեցին։ Խոսքով շատ այսպես իրադարձություններով հարուստ եւ պայքարով հարուստ խաղակես ստացվեց։ Շեկոյանն է ձեռքով գործել, գնդակը անցնում է Սանդերլենդին, Տուգանային եւ տեսնենք ինչպես կստացվի։ Տեսնենք ինչպես են Սանդերլենդի ֆուտբոլիստները իրացնելու այս Տուգանայինը։ Հովհաննիսյանն է գնդակի մոտ, հեռու է իհարկե գնդակը դարպասից, բայց Հովհաննիսյանը կարող է այստեղից իհարկե ձախ ոտքով լավ հարված կատարել, եթե նա է կատարելու իհարկե, այո, Հովհաննիսյանը հարվածում է, բայց ամեն դեպքում բարձր ստացվեց։ Այս հարվածը եւ Ռեալն է գրոց սկսելու, խորքից փոխանցում առաջ, գնդակը նորից մնում է Ռեալի մոտ, Կիրազյանը աչի եզրում տիրեց գնդակին։ Թեպետ Եսյանը փորձեց խանգարել մրցակցին այդ դրվագում, բայց շարունակում է Ռեալը գրոել։ Տեսնենք ինչպես կստացվի, դաշտի միջին գոտում է գնդակը եւ կար խախտում այստեղ Զալիբեկյանը խախտեց խաղի կանոնները եւ աչի եզրում է գնդակը, Շեկոյանը փորձում է խանգարել մրցակցին, Բարոյան փոխանցում դեպի Կիրազյանը, բայց Եսյանն է այստեղ հաջող գործում, Սանդերլենդի ավակը, Բարոյան աչի եզրում է եւ հեռացված է գնդակը։ Եզրային նետում կլինի Ռեալն է, նետելու եզրից փորձում է նորից վերականգնել իրենց ակտիվությունը։ Ավետիսյանը կնետի եզրից, նորից Ավետիսյանն է ձախ եզրում գնդակով եւ առաջ է շարժվում Խորեն Հովհաննիսյանը, Շեկոյանը հաջող գնդակի խլում կատարեց, ձախ եզրում է Ռեալի պաշտպանը եւ Զալիբեկյանն այստեղ խլում կատարեց, ոչ, եզրից նետելու է Ռեալը ցույց է տալիս մրցավարը, իսկ Սանդերլենդի կազմում տեղի կունենա փոփոխություն, շատ լայն հայտարարությունով է թե Ռեալը թե Սանդերլենդը երկուսն էլ լավ հայտարարություններով են ներկայացել այս հանդիպմանը։ Ես նշեմ, որ այս խաղից բացի եւս 3 հանդիպում է այսօր նախատեսված մեր YouTube-յան ալիքի ուղիղ եթերում, Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակում ներողություն Արվաստը արպասից կլինի Մուրադյան, խաղարկում է գնդակը պաշտպանությունում եւ դեպի ձախ եզր փոխանցում, Եսյանը փորձեց արձագանքել Լուկյանչիկ դեպի Կիրազյանը, բայց Ավետիսյանն է տիրում գնդակին, տանգավոր է, տեսնենք ինչպես կստացվի, Բունյատյանը հետ է փոխանցում գնդակը, Մուրադյան դեպի ձախ եզր, բայց չստացվեց, այստեղ եզրային նետում կլինի։ Արկեց մի անգամից Ռեալը գնդակը, Կիրազյանը արձագանքում է, Թմոյան դեպի մրցակցի պաշտպանություն եւ դարպասապահ Մուրադյանը դուրս է գալիս իր տեղից ու վերցնում գնդակը։ Այս խաղում Մուրադյանը 1-11 մետրանոց է հետ մղել։ Ներողություն, խորքից ուժեղ փոխանցում առաջ, Բարոյան պահեց գնդակը, Բարոյանը հարվածում է, բայց ոչ դիպուկ։
Մուրադյան փոխանցում փորձեց կատարել, չստացվեց, Բարոյան միանգամից արված եւ Մուրադյանը միանգամից ուղում է։ Իսկ սխալը այստեղ կարողացավ շտկել դրությունը եւ ձախ եզրից անկյունային է լինելու։ Սա դեռ առաջին տուրն է իհարկե։ Շատ հետաքրքիր պայքար մենք միանշանակ տեսնելու ենք առաջիկայում։ Եվ Բարոյանն է գնդակի մոտ։ Ձախ եզրից հետևեց փոխանցում, հեռացված է գնդակը, Սարգսյան դեպի Հովհաննիսյանը փորձեց ուղարկել, Ղարիբյան եւ Բունյատյանն այստեղ հեռացնում է գնդակը, Ղարիբյան փորձեց կասեցնել, Ավետիսյան միանգամից կախում է փափուկ փոխանցման գնդակը մրցակցի պաշտպանություն, բայց Արփասապա Գալստյանն այստեղ դուրս էր եկել իր տեղից ու կարողացավ հեռացնել գնդակը, եզրային նետում կլինի, խաղարկեցին միանգամից Սանդերլենդի ֆուտբոլիստները, աջ եզրից հետևեց Սորվացի փորձ երևի թե եւ Գալստյանը հեռացրեց գնդակը։ Միգուցե նաև Ալիխանյանը փոխանցում էր, բարդ է ասել, քանի որ նաև խաղանկերներ կային այնտեղ, բայց Դարպասապա ամեն դեպքում հեռացրեց գնդակը եւ մենք անկյունայինի ենք հետևելու ձախ եզրից։ Եվս մեկ հնարավորություն իհարկե, հետևեց օթային փոխանցում, հեռացված է գնդակը, Գալստյանը նորից շատ լավ է իր տեղից դուրս գալիս, բայց վնասված ստացած ֆուտբոլիստ կա, պետք է սպասել։ Մրցավարը վերադարձնում է գնդակը Սանդերլենդին, Դարպասապա Մուրադյանը դեպի առաջ ուղարկեց գնդակը, բայց սա հարգանքի քայլ էր իհարկե, գնդակը մրցակցին էին փոխանցում, ոչ թե գրոսկսում։ Խորքից փոխանցում դեպի Բարոյանը, վերջինս ընդունեց գնդակը, Բարոյան թաց է, արդեն խոտածածկ իհարկե, նաև սայթակում են ֆուտբոլիստները, Սարգսյան աջ եզրում ընդունեց գնդակը Սանդերլենդի 7 համարը եւ կփորձի մնալ գնդակով Սարգսյանը։ Գուրեգյան պատասխան փոխանցում է Սարգսյանին, բայց Շեկոյանն է փորձում գնդակ խլել։ Սարգսյան միջևերջ պայքարեց, Ղարիբյանն է այստեղ արդեն գնդակով եւ Ռեալի ֆուտբոլիստը շարժվում է առաջ, Ավետիսյան տիրեց գնդակին Սանդերլենդի 10 համարը եւ հետ փոխանցում դեպի Բունյատյանը, պաշտպանության ձախ եզր, սպառում են գնդակը Սանդերլենդի ֆուտբոլիստները, Եսայան չստացվեց հաջող փոխանցում կատարել, Գիրազյան որոշեց պատասխան փոխանցումը կատարել, արվածում է Բարոյանը, անդրադարձ եւս մեկ փորձ ու շատ մոտ էր Ռեալը հաշվի մեջ առաջ անցնելուն, չստացվեց ու միանգամից գնում է առաջ Սանդերլենդը, ինչ փոխանցում էր խորքից Հովհաննիսյանը տիրել է գնդակին, որոշեց կախել գնդակը դեպի մրցակցի դարպասը, բայց ամենամոտ կանգնած պաշտպանը միանգամից փակեց եւս մեկ փորձ Սանդերլենդից, Հովհաննիսյանը ձախ եզրում է, բայց առաջ թողեց գնդակը, ինքներդ տեսակ իհարկե ինչ կատարվեց Եվ փոփոխություններ Ռեալի կազմում Կիրազյանն է փոխարինվում, եւս մեկ ֆուտբոլիստ է դուրս գալիս խաղադաշտից, ցավոք առանց թվանշանի չեմ կարող նշել թե ով փոխարինվեց, բայց կրկնակի փոփոխություն Ռեալի կազմում Արտաշես Թովմասյանը եւ Լևոն Տոպալ Կարաջյանն են դուրս եկել խաղադաշտ։ Նավակի թեև կապով Արտաշես Թովմասյանը կշարունակի հանդիպումը։ Ղարիբյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ դեպի մրցակցի Պաշտպանության կենտրոն Բունյատյանը տիրեց գնդակին, Ալիխանյան աջ եզրում է, առաջ ուղարկեց գնդակը, բայց սա Դարպասապայի գնդակներ իհարկե մենք տեսնում ենք ուժեղ փոխանցում առաջ Լուկյանչիկի ուղղությամբ եւ վերջինս փորձեց պայել գնդակ, իրականում հնարավոր էր, բայց Եվինը չստացվեց, Սանդերլենդը միանգամից գնում է առաջ, աջ եզրում է գնդակը, սա փոխանցում էր դեպի ձախ եզր Բայց Ավետիսյանը միջևերջ գնաց միևնույն է չհասավ գնդակին հարված դարպասից կլինի Խորքից փոխանցում, բայց միանգամից Սարգսյանը տիրում է գնդակին, հաջող խլում էր Սանդերլենդի արձակվողի կողմից, աջ եզր է ուղարկում գնդակը բայց հաջողային չստացվեց։ Եզրային նետում կլինի Թովմասյանը խաղարկում է գնդակը, Տոպալ Կարաջյան ձախ եզրում է, Բարոյանը բացվեց, սպասում է փոխանցման Թմոյան,
Եվ Ավետիսյանն է այստեղ արդեն տիրում գնդակին, ուղարկում այն առաջ, նորից դարպասապահը շատ ճիշտ է իր տեղից դուրս գալիս։ Շատ ռիսկային է, բայց առայժմ սխալ չի եղել, խորքից փոխանցում Շեկոյանի կողմից, բայց Մուրադյանը դուրս եկավ իր տեղից ու տիրեց գնդակին։ Ալիխանյան մեկ հպումով Աչիեզար, Գյուրեղյանը առաջ ուղարկեց գնդակը Թովմասյանն, Ալիխանյան միանգամից արձագանքում է, նորից Գյուրեղյանը Աչիեզրում գնդակով է եւ սա խաղի կանոնների խախտում է արդեն։ Ինչն արձանագրում է հանդիպման մրցավարը։ Կարելի է Տուգանային է խաղարկել, միանգամից գլորում են գնդակը Սանդերլենդի ֆուտբոլիստները, օթային փոխանցում եւ Գալստյանը նորից ստիրում է գնդակին, այս անգամ շատ լուրջ ճնշում, որպես այդպեսին չկար։ Գալստյանը հանգիստ պայմաններում տիրեց գնդակին, Թոփալ Քարաջյան ձախ եզրում է, Թմոյան ընդունեց գնդակը, լավ փոխանցում էր, արված ու դարպասածողին է դիպչում, եւս մեկ փորձ ու այստեղ արդեն վերջին պահին Մուրադյանը հեռացրեց գնդակը, շատ վտանգավոր պար, Ռեալը երկրորդ գոլային պարն է այս խաղակեսում արդեն ունենում, այս անգամ արդեն շատ այսպես զգալի էր գոլի համը, իհարկե, քանի որ դարպասածողին դիպչեց գնդակը, հետո Բարոյանը փորձեց, երկու արվածներն էլ ամեն դեպքում չավարտվեցին գոլը, ոչ առաջինը, ոչ էլ հետո երկրորդը։ Աչիեզրից օթային փոխանցում, Մուրադյանը հեռացրեց գնդակը, բայց Ռեալը շարունակելու է երկրորդ տեմպով չստացվեց։ Թովմասյան պահում է գնդակը, փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն, Բունյատյանը հասցրեց խանգարել մրցակցին, իսկ դարպասապահ Մուրադյանը դուրս եկավ իր տեղից ու վերցրեց գնդակը։ Սանդերլենդը փորձեց դուրս գալ պաշտպանությունից, չի ստացվում, Ռեալի ֆուտբոլիստները խլում են գնդակը, Բարոյանը Աչիեզրում է, հետևեց փոխանցում եւ ով է արձագանքելու, Թոփալ Քարաջյանը եզրից կնետի, գնդակը անցնում է Ռեալին, Թմոյան նորից մնում է Ռեալի մոտ կամ էլ կարելի ասել, Շեկոյանը փորձեց հասնել, հեռացնում է Սանդերլենդի պաշտպանները, սպասում է Սանդերլենդը շատ հարմար հակագրոյի, խորքից փոխանցում առաջ, Շեկոյանը իջեցրեց գնդակը, պահում է առայժմ այն իր մոտ, Ալիխանյանն է այսօր շատ ակտիվ օթային փոխանցում դեպի Աչիեզր, բայց չստացվեց հասնել գնդակին, արված դարպասից կտեսնենք։ Այս խաղի ավարտից հետո Բիլբաո Յուվենտուս մրցավեճն է լինելու մեր YouTube-յան ալիքի ուղիղ եթերում, առաջին տուրը Չեմպիոնների լիգայի շարունակվում է։ Խորքից փոխանցում առաջ Շեկոյանը տիրում է այստեղ գնդակին, Սարգսյանը արդեն մոտեցել է, փոխանցում դեպի Թոփալ Քարաջյանը, վերջինս պահեց գնդակը, հետևեց փոխանցում, Բարոյանն ավելացնում է, բայց դիպուկ գտնվել չստացվեց, մի քանի հարված արդեն Բարոյանը կատարել է այս խաղակեսում, առայժմ սպասում ենք այն հարվածին, կամ ավելի ճիշտ Ռեալն է սպասում, այդպես կարելի ասել, որը Բարոյանը կատարեց առաջին խաղակեսում եւ դարձավ գոլի հեղինակ։ Մուրադյան կտրում է գնդակը գետնից դեպի սեփական կիսադաշտի արդեն խորք ուղարկեց։ Ալիխանյան մեկ հպումով դեպի ձախ եզր, Ավետիսյանը տիրում է գնդակին, անկյունագծով դեպի Սարգսյանը, մեկ հպումով փոխանցում, պահում է գնդակը Հովանեսյանն իր մոտ, հետևեց արված ու դարպասապահն է այստեղ հաջող գործում, շատ լավ գրո էր եւ հիմա Ռեալի արագ հակագրոն ենք տեսնում, Թովմասյանը դեպի ձախ է փոխանցում գնդակը, Լյուկյանչիկը նորից շարունակեց, բայց գնդակը դեռ չի հեռացել։ Ռեալի մոտից խլում են Սանդերլենդի ֆուտբոլիստները, արագ կորցնում, Շեկոյան փոխանցում դեպի ձախ եզր, Թովմասյանը լավ արագություն ունի եւ այստեղ զարգացրել էր արագություն, իհարկե Լյուկյանչիկ, Պողոսյան, Թոփալ Քարաջյանն է միանում, փորձեց խլել գնդակը եւ Սանդերլենդի երթն է գրոելու, բայց չստացվեց հասնել գնդակին, սայթակեց Ավետիսյանը, թաց է խոտածածկն, իհարկե դա էլ իր սև գործն այսպես ասած կատարում է, եւս մեկ գրոհված Մուրադյանը փրկում է դրությունը, Բունյատյանը հեռացրեց գնդակը, շատ վտանգավոր պահ, եւս մեկը Ռեալի կատարման, բայց Մուրադյանը հետո արդեն Բունյատյանը կարողացան շտկել դրությունը, Թմոյան Ռեալը նորից գնդակ խլեց, Շեկոյանը պաշտպանության ձախ եզրում է, շատ բարձր է հանդիպման տեմպը, արդեն բաց ֆուտբոլ ենք ընդհանուր առմամբ տեսնում, դաշտի միջին գոտին ամբողջությամբ բաց է,
Շեկոյան, հետևեց փոխանցում դեպի Աչիեզը։ Հետաքրքիր է կարելի էր նաև հարվածի մասին մտածել, բայց Շեկոյանը որոշեց փոխանցել եւ հիմա արդեն գնդակը հետ է գալիս դեպի Ղարիբյան, ով երկրորդ խաղակեսում պաշտպանության կենտրոնում է։ Առաջին կեսում հարձակման գծում էր գործում, խորքից փոխանցում առաջ եւ Գալստյանն է այստեղ միանգամից հետ ուղարկեց գնդակն այնտեղ, որտեղից եկել է եւ ֆորվարդ ու գնդակը ցանցում է։ Թոփալ Կարաջյան 2-1 Ռեալը առաջ է անցնում հաշվի մեջ։ Հրաշալի ասի ստացվեց դարպասապայի կողմից իհարկե եւ եթե չլիներ Թոփալ Կարաջյանը այս գոլը չլինի։ Այնքանով որ նա հավատաց, որ կարող է այստեղ հասնել գնդակին ու աչքի ընկնել գոլով։ Շատ այսպես անսպասելի էր այս ամենը, բայց կա այն ինչ որ կա, դրվագից ելնելով ավելի սպասելի էր, որ ամեն դեպքում Սանդերլենդը անառիկ կպայի դարպասը, բայց ֆուտբոլն սրանով է, հետաքրքիր անկանխատեսելի իրավիճակներով։ Եվ Թոփալ Կարաջյանը առաջ է մղում իր թիմին հաշվի մեջ 9 րոպե ունի մինչև հիմնական ժամանակի ավարտը Սանդերլենդը ամբողջությամբ իհարկե իրատեսական է հաշիվն հավասարեցնել է, բայց պետք է փորձել գնալ առաջ եւ մենք կտեսնենք կարողանան թե ոչ։ Բարոյան հետ է թողնում գնդակը, Շեկոյան մեկ հպումով ձախ եզր, լավ երանգյուն ստացվեց այսպես ասած լայն տարածության մեջ Ռեալի կողմից Շեկոյան դեպի նորից Թոփալ Կարաջյանը ձախ եզր գնդակով է Ռեալի 10 համարը Շեկոյան փորձեց ուղարկել Շեկոյանին, չստացվեց Թմոյանն է վերադարձնում գնդակը եւ տեսնում ենք հարված Շեկոյանից Բունյատյանը փակում է հարվածի ճանապարհը եզրային նետում կլինի Ռեալը ավելի ակտիվացավ գոլից հետո մոտիվացիան իհարկե կա հենց այդ գոլն էր Շեկոյան ձախ եզրում է թողնում է գնդակը Թմոյանին Թովմասյան դեպի Բարոյանը բայց հաջող խլում այստեղ Ալիխանյանից ու տեսնենք հնարավոր է հակագրո զարգացնել Եվ կար խախտում այստեղ ինչ է համաձայն չէին Ռեալի ֆուտբոլիստները, բայց մրցավարն արդեն կայացրել է որոշումը եւ գնդակը անցնում է Սանդերլենդին Գյուրեգյան խորքից օթային փոխանցում եւ հետևեց հարված ու խախտում է արձանագրել մրցավարը եկեք սպասենք տեսնենք Արցակող թիմի կողմից էր խախտում է դարպասապայի հետ պայքարում կարծես թե Եվ այո Սանդերլենդի ֆուտբոլիստներն են խախտել խաղի կանոնները բայց մրցավարը գնում է դիտելու դրվագի կրկնապատկերը եկեք սպասենք Եվ եկեք սպասենք
Ղարիբյանն է հեռացնում գնդակը, բայց այստեղ խախտում արձանագրեց մրցավարը։ Քիչ առաջ ինքներդ տեսակ, որքան վտանգավոր պահ եղավ, միջև այդ տեխնիկական խնդիրներ առաջացեց, երկրպագուներ, կարևորը հասցրեցինք, միջև վերսկսել է հանդիպման ուղղել խնդիրները եւ գնում է առաջ Ռեալը օթային փոխանցում, Բունյատյանը հեռացրեց գնդակը, Եսայանն է այստեղ թիմի ավագը եւ շարժվում է առաջ, տեսնենք ինչ է մտածել, փակված է գնդակի ճանապարհը Ուժեղ փոխանցում առաջ, Բունյատյան դեպի ձախ եզր է գալիս գնդակը, Հովհաննիսյանը հասցրեց պահել իր մոտ, գնդակն այստեղ եւ շարժվում է առաջ դեպի կենտրոն, Հովհաննիսյան պահում է գնդակը, Ղարիբյանը փակեց փոխանցման ճանապարհը եւ ձախ եզրում է համար պայքար է գնդակի համար, Ալիխանյանն է փորձում խլում կատարել եւ Դարպաս Սապագալստյանն է այստեղ տիրում գնդակին, ուժեղ փոխանցում առաջ Եվ եզրային նետում կնիլի։ Ձախ եզրում է գնդակ, հետևեց փոխանցում և անկյունային կլինի։ Ես հիշեցնեմ, որ Ռեալը հաղթում է 2-1 հաշվով, հիմա կփորձենք կարգավորել նաև լուսագիրը։ Թոփալ Քարաջյանն է հաղթական գոլի հեղինակը, բացի նրանից Ռեալից նաև աչքի է ընկել Բարոյանը, իսկ Սանդերլենդի միակ գոլը Հովհաննիսյանն է խփել առաջին իսկ րոպեին այս հանդիպման։ Ձախ եզրից հետևեց փոխանցում եւ հեռացված է գնդակը, Ղարիբյան ընթացքից հարված, բայց ստացվեց այս փորձը, հարված դարպասից կլինի։ Քիչ ժամանակ ունի Սանդերլենդը 1 գոլի խնդիր ունեն լուծելու, ամբողջությամբ իրատեսական է իհարկե այս հաշվի պայմաններում, միջև մրցավարի խաղն ավարտելը հնարավորություն կա Սանդերլենդի համար, այնպես որ տեսնենք, խորքից փոխանցում հեռացված է գնդակը, Բարոյան դեպի ձախ եզր փորձեց, Թմոյան եւս մեկ փոխանցում դեպի Բարոյանը, վերջինս աջ եզր է ուղարկում գնդակը եւ տեսնում ենք հարված, բայց Բունյատյանը հասցրեց փակել եւ աջ եզրից անկյունային կլինի։ Օթային փոխանցում, հետևեց Հորվաթում Մուրադյանը հասցնում է վերցնել գնդակը, ուժեղ նետում առաջ, Թոփալ Քարաջյան Հորվաթում է միջին տարածությունից։ Ուժեղ փոխանցում առաջ, Ավետիսյան։ Տեսնենք վերջնամասը ինչպես կստացվի։ Եվս մեկ գրով Սանդերլենդից, տեսնենք ինչպես կստացվի։ Ձախ եզրում է գնդակը։ Եվ Մուրադյանն է այստեղ խլեց գնդակը Ռեալի ֆուտբոլիստը և ինչ է անում Բունյատյանը։ Պահում է թիմին խաղի մեջ հրաշալի գործեց պաշտպանը դեպի ձախ եզր փոխանցում, տեսնենք ինչպես կստացվի, Սարգսյանը գնդակով է, Ավետիսյան և Ղարիբյանը հեռացրեց ու Բարոյանին է հասնում։ Գնդակը որոշում է հարված էլ Բարոյանը և Դարպաս Մուրադյանը տիրեց գնդակին։ Դեպի աջ եզր Գյուղեղյանն է շարժվում առաջ, հետևեց փոխանցում, Ղարիբյանը նորից հաջող է կորցում, հեռացրեց գնդակը, Թմոյան, Թոփալ Քարաջյան և գալիս է գնդակը դեպի տանկերը։ Արդեն Սանդերլենդի Հովհաննիսյան, Պողոսյան, դեպի Ավետիսյանը, օթային փոխանցում, Սարգսյանը փորձեց արձագանքել, բայց չի ստացվում, ամեն դեպքում անկյունային կլինի, դեռ գնդակը մնալու է մրցակցի պաշտպանությունում։ Ձախ եզրից անկյունային տեսնենք ինչպես կստացվի, Մուրադյանն էր ցանկանում միանալ, բայց դեռ չի միանում։
այս ստանդարտին կամրցավարի Սուլիչը ձախ եզրից օթային փոխանցում եւ հեռացված է գնդակը Եվս մեկ օթային փոխանցում ընթացքից արված ու դարպասապան է պրկում եվս մեկ փորձ հեռացված է գնդակը ինչ վտանգավոր պայր կարող էր Սանդերլենդը միավոր փրկել այս խաղում դեռ կա շանսն իհարկե բայց այս դրվագը իսկապես շատ վտանգավոր էր եւ Գյուրեգյանը աչքի եզրում տիրեց գնդակին եւս մեկ փորձ օթային փոխանցում Արված Սարգսյանից սոյլ գոլային պայր իհարկե Սրանից ավել պայ երևի թե կարող է չլինել։ Հնարավոր է, այո, մեկ այլ դրվագ ստեղծեն եւ աչքի ընկնեն գոլով, բայց սա իսկապես հրաշալի հնարավորություն էր։ Արված դարպասից կլինի Ռեալը ամեն գնով կփորձի պայել իհարկե։ Հաղթական հաշիվը շատ կարևոր է։ Հենց այս պայից սկսած կուտակել միավորներ հաջորդ փուլը անցնելու համար։ Եվ Ղարիբյանը առաջ է ուղարկում գնդակը, Բարոյանը հասցրեց արձագանքել։ Գյուրեգյանն է արդեն պաշտպանության աչքի եզրում, ներողություն այստեղից ուժեղ փոխանցում առաջ։ Եվ Թովմասյանը բաց է թողնում գնդակը, եզրային նետում կլինի։ Թմոյան տիրեց գնդակին, փոխանցում դեպի Բարոյանը, վերջինս արվածում է, բայց ամեն դեպքում դիպոք չստացվեց։ Մրցավարի ավելացված ժամանակն է արդեն ընթացքի մեջ, 1 րոպե նույնիսկ անցել է։ Գյուրեգյանը աչքի եզրից օթային փոխանցում, Գոլստյանը բաց թողեց գնդակը, բայց հասցնում է վերջին պահին Ղարիբյանը հեռացնել։ Սարգսյանը կարող էր աչքի ընկնել։ Եզրային նետում կլինի։ Եվ տեսնենք այս ստանդարտը ինչպես կստացվի եզրային նետում է լինելու, թե անկյունային, ոչ անկյունային կլինի, ամեն դեպքում հետևեց օթային փոխանցում եւ տեսնենք հարված հետևեց ու պաշտպանները հեռացնում են դեպի դարպասը չստացվեց, Սարգսյան աչքի եզրում է եւս մեկ գրոս Սանդերլենդից կտեսնենք, բայց Ռեալը առայժմ հաջող է պաշտպանվում եւ խախտում է արձանագրել մրցավարը, նաեւ դեղին քարտ ենք տեսնելու Տոպալ Կարաջյանն է զգուշացում, եթե չեմ սխալվում, 2 դեղին քարտ է այսօր եղել, սա երկրորդ դեղին քարտն էր։ Առաջինը Բունյատյանն է ստացել Սանդերլենդից։ Եվ տեսնենք Տուգանայինը ինչպես կստացվի։ Մուրադյանը եւս միանում է։ Այո, միևնույնն է այս պահին Սանդերլենդը պարտվում է, տարբերություն չկա 1-2 թե 1-3։ Օթային փոխանցում, հարված կհետևի թե ոչ, հեռացնում են Ռեալի ֆուտբոլիստները գնդակը, Գյուրեգյանը մնացել էր թիկունքում եւ տիրում է գնդակին, եւս մեկ օթային փոխանցում, դեպի մրցակցի պաշտպանություն եւ դարպասապահ վերցրեց գնդակ ու կատարում է ուժեղ հարված առաջ։ Դեպի ձախ եզր, Սարգսյան, պահեց գնդակը, հետևում է արված Սարգսյանից, սա վտանգավոր էր դեպի մոտակա անկյունը։ Շեկոյան, պաշտպանության աչքի եզրում է։ Գնդակով է Ալիխանյան, այդ փոխանցում դարպասապահ Մուրադյանին, վերջինս առաջ ուղարկեց գնդակը, Տոպալ Կարաջյան, տեսնում ենք հարված եւ 11 մետրանոց չկա, ցույց է տալիս մրցավարը, Մուրադյան փոխանցում ձախ եզր, Պողոսյան հետ փոխանցում դեպի Ալիխանյանը, վերջինս աչ եզր է ուղարկում գնդակը Ավետիսյան, անկյունագծով դեպի Հովանիսյանը եւ խաղի կանոնների խախտում է արձանագրում մրցավարն այստեղ եւս մեկ դեղին քարտ կտեսնենք ոչ կարմիր քարտ է մրցավարը անում գրպանից ցույց տալիս Ռեալ Մադրիդի ավակին ոչ թե դեղին քարտ այստեղ Թովմասյանը հեռացվում է խաղադաշտից բայց պահանջում է դիտել կրկնապատկերը
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, սա ամենայն հավանականությամբ վերջին իրադարձությունն է այս խաղի։ Տեսնենք Սանդերլենդը մեկ միավոր պետք է փրկի, եթե ստացվի այս ստանդարտը գոլով ավարտել, հետևում է օթային փոխանցում, արված դարպասապան է փրկում, ինչ սև էր Գալստյանից, հրաշալի սև, ուղղակի խոսքեր չկան, Սարգսյանի չափազանց բարդ հարվածից հետո ևս մեկ փորձ եւ փրկում է նորից դարպասապա, հրաշալի պարզապես վերջնամասու Ռեալը վաստակում է 3 միավոր, այսա ֆուտբոլ էր իհարկե եւ վստահաբար հավատացեք այսպես յուրաքանչյուր հանդիպում է ԱՄՖ-ում լինելու։ Այս խաղն էլ ավարտվեց, քիչ անց կվերադառնանք։